450 գրամ քաշով 23 սանտիմետր հասակով 23 շաբաթականում ծնված Մոնթեն է։ Այնքան փոքր էր, որ նույնիսկ վախենում էի մոտենալ։ Ճիշտ լսեցիք, 23 շաբաթ կամ շուրջ 5 ամիս համբերեց Մոնթեն։ Հղիության մասին իմանալն ու երեխայի ծնվելը գրեթե մեկ եղավ։ Հազիվ հասցրեցին գրանցվել եւ միջև այսպես մտքերով կողմնորոշվենք ոնց ինչ եւ ծննդաբերություն ծայրահեղ վաղահասության ժամկետում։ Սկսեցինք միանգամից հետաքրքրվել, արդյոք եղել են նման դեպքեր ու իմացանք, որ Հայաստանում մենք առաջի դեպքն ենք։ Միանգամից վախ, տագնապ, հերթական կորուստի զգացում։ Պավել Մազմանյանը ասեց, որ Էրեբունիում միակ դեպքը տենց փոքր 24 թե 25 շաբաթական ծնված աղջիկ բալիկ էր, լավ հիշում եմ Սերինե անունով, ասաց, որ հիմնականում պայքարող են աղջիկները, ոչ թե տղաները մի քիչ ավելի ծույլ են, ավելի թույլ են լինում։ Մոնթեն սեփական օրինակով կոտրեց բոլոր կարծրատիպերն ու բժշկագիտության մեջ եղած պնդումները, թե տղաներն աղջիկների համեմատ թույլ ու ծույլ ու պակաս պայքարող են։ 450 գրամ քաշով նա պատրաստ էր պայքարի, կողքին ունենալով բժշկական պրոֆեսիոնալ թիմ ու հոգատար ընտանիք։ Բժիշկն ու բուժազնակազմը, բուժքույրերը ինձ բացատրեցին, որ ինչքան շատ կարևոր է մայրական կաթը բալիկի համար ու միակ բանը ես հասկացա այդ ժամանակ, որ ես կարող եմ տալ իմ բալիկին եւ ինչ-որ հարցով օգնել նրան, դա միայն մայրական կաթն էր։ Ինչ մոտ։ Լավ հիշում եմ, որ Մոնթեի առաջի սնունդը 4 կաթիլ կաթն էր, որը շատ հեշտությամբ ինքը մարսեց, ինչի շնորհիվ սկսեցին գործել աղուններն ու ստամոքսը ու մարսողությունը։ Դա իմ համար արդեն առաջին իսկ հաղթանակն էր եւ ես հասկացա, որ իրոք Մոնթեին պետք է մայրական կաթ նրա վերջնական հաղթանակին հասնելու համար։ 4 ամիս օրը 5 անգամ Արմինեն գալիս էր բժշկական կենտրոն կաթիլ մայրական կաթով կերակրում Մոնթեին։ Կրծքի կաթով կերակրումը կարևորագույն գործոններից մեկն է, որը ազդում է ապրելիության եւ լավ ելքերի վրա։ Դա շատ ավելի կարևոր է, քան թե թանկարժեք սարքավորումներ։ Հղիության 9 ամիսներից միայն կեսից մի փոքր ավելին Մոնթեն համբերեց, մնացած 4-ը նա այստեղ անցկացրեց, այստեղ են լիարժեք ձևավորվել նրա տեսողությունը, լսողությունը, թոքերը։ Պարբերաբար ստուգում էին աչքի զարգացման աստիճանը եւ ահա 1 տարի անց մենք եւս հաղթանակ ունեցանք 100% տեսողություն եւ 100% լսողություն։ Այնուհետեւ այցելեցինք զարգացման կենտրոն ուղեղի հետ կապված եւ նորից եւս մեկ հաղթանակ ուղեղն էլ լրիվ զարգացած էր։ Մենք ականատես եղանք Մոնթեի բոլոր հաղթանակները ու Աստծո հրաշքներին։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։